Ավելի քան 200 մասնակից, 130 բանախոս, աշխարհի ավելի քան 30 երկրից։ Երևանում ավարտվել է միջազգային Plus Forum Finnoway Armenia 2025-ը։ 2 օր շարունակ Մերիդիան ցուցահանդեսների սրահը վերածվել էր մեր տարածաշրջանի ֆինանսական կարևորագույն զարգացումների հիմնական կենտրոնի։ Ֆորումի կազմակերպիչն էր Plus Group ընկերությունը, համակազմակերպիչը Armenian Card ազգային վճարային համակարգը։ Finnoway Armenia 2025-ն անցկացվեց Հայաստանի կենտրոնական բանկի աջակցությամբ։ Ֆորումը միավորեց պետական մարմինների եւ կարգավորող կառույցների ներկայացուցիչների, բանկերի եւ ֆինտեխ ընկերությունների ղեկավարների, տեղեկատվական տեխնոլոգիաների պարկերի եւ աքսելերատորներին, ֆոնդային բորսաների, վենչուրային եւ ներդրումային կառույցների, հեռահաղորդակցման եւ տեղեկատվական տեխնոլոգիական օպերատորների, մանրածախ առևտրի եւ էլեկտրոնային առևտրի ոլորտների մասնագետների։ Вот с сегодняшнего дня теперь мы в Армении, наша задача привлечь сюда международный опыт, соответственно, чтобы в Армении запускались масштабные проекты и можно было посмотреть, что происходит в мире. Соответственно, спикеры выступят из таких стран, как США, Южная Корея, Китай, Великобритания. Мы пригласили коллег из стран СНГ, соответственно, как Казахстан, Узбекистан, Россия и так далее. Ֆորումի ծրագիրն ընդգրկում էր մի շարք առանցքային ուղղություններ՝ բանկային համակարգի թվային վերափոխում, ազգային վճարային գործիքների զարգացում, կիբերանվտանգության նորարար լուծումներ եւ ֆինտեխ լուծումների ինտեգրում պետական կառավարման համակարգում։ Առանձին քննարկումներ նվիրված էին ֆինտեխի եւ պետական կառավարման ինտեգրման հեռանկարներին, ներառյալ պետական ծառայությունների թվային հարթակները եւ ռեգտեխ գործիքները, վճարային համակարգերի անվտանգությանն ու կիբերսպառնալիքներին դիմակայելու ուղիներին, վստահելի թվային միջավայրի ձևավորմանը, ստարտափ էկոհամակարգերի զարգացմանը եւ վենչուրային ներդրումների ներգրավմանը, էլեկտրոնային առևտրի եւ թվային ռիթեյլի ապագային, ինչպես նաեւ արհեստական բանականության եւ մեծ տվյալների կիրառմանը, ֆինանսական հաստատությունների ու կորպորատիվ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Կազմակերպիչները, Plus Group-ի ներկայացուցիչները կարևորում են հենց Հայաստանում նման ֆորում անցկացնելու փաստը։ Այստեղ նրանք մեծ հնարավորություններ են տեսնում։ Я прекрасно помню историю Армении. У вас всегда были замечательные математики. У вас была очень сильная математическая школа. Поэтому, когда мы выбирали ту страну, в которой мы придем и будем привносить наши идеи, мы понимали, что именно земля Армении, в том числе и интеллектуальная база, они воспримут очень правильно те идеи, которые мы несем. Именно поэтому мы не пошли ни в одну из других стран. Пусть они не обижаются. Միջազգային Plus Forum Finnoway Armenia 2025-ի անցկացմանն աջակցել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը։ Բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեսաուղերձով ողջունել է քննարկումների մասնակիցներին, մաղթել նրանց արդյունավետ աշխատանք։ Հայկական կողմի ակնկալիքները լրագրողներին է ներկայացրել կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։ Այս ֆորումը շատ կարևոր է, որ տեխնոլոգիական, ֆինանսական ընկերությունները, կառավարման մարմինների ներկայացուցիչները, կարգավորող մարմինները հավաքվում են քննարկելու նորարարությունը, տեխնոլոգիական վերջին զարգացումների ներդրումը ոլորտում եւ սպասում ենք շատ հետաքրքիր ներկայացումներ, տաղավարները եւս շատ լավ ներկայացված են հայկական եւ ոչ միայն հայկական ընկերությունների կողմից։ Plus Group ընկերությունը միջազգային Plus ֆորումներ է կազմակերպում 2009 թվականից։ ԵԱՏՄ երկրների համար առաջին ֆորումը տեղի է ունեցել 2019 թվականին։ 2021 թվականից ընկերությունը սկսել է ակտիվորեն Plus ֆորումներ կազմակերպել նաեւ կենտրոնական Ասիայի երկրների համար։ Երևանում 2 օր տևած քննարկումների ընթացքում բանախոսները խոսել են ոլորտի կարևոր զարգացումների, մարտահրավերների եւ նոր հնարավորությունների մասին։ Ֆորումն աչքի է ընկել նաեւ յուրահատուկ ներկայացումներով։ Այսպես, այսօր նոյեմբերի 12-ին Finnoway Armenia-ի շրջանակներում պատմության մեջ առաջին անգամ ներկայացվել է DL-ն, աշխարհում առաջին արհեստական բանականության նախարարը, որը մշակվել է Ալբանիայի տեղեկատվական հասարակության ազգային գործակալության կողմից։ Ֆորումի ավարտին եղել է նաեւ խաղարկություն ու մրցանակաբաշխություն։ Միջազգային Plus ֆորումը Հարավային Կովկասում անց էր կացվում առաջին անգամ, սակայն թե կազմակերպիչները, թե ֆորումի մասնակիցները խոսում են այն շարունակական դարձնելու անհրաժեշտության մասին։